Սահմանադրությունը շրջանցել են 1998 թվականի փետրվարին, երբ որ երկրորդ նախագահ դարձած, չեմ ասում ընտրված նախագահը Արցախից էր եւ այստեղ կեղծ տեղեկանք են ներկայացրել կենտրոնական դրական հանձնաժողով, որ նա ունեցել է 10 տարվա բնակության, ուրեմն փաստ Հայաստանի Հանրապետությունում արդյունքում մենք տեսանք կեղծ զարտուղի ճանապարհով, սահմանադրական կարգը տապալելով, սահմանադրությունը խախտելով, ուրեմն պետական դավաճանության մեջ մեղադրվելով ինչպիսի փորձանքներ եւ ինչպիսի ուրեմն արհավիրքներ բերեցին մեր ժողովրդի գլխին, սկսած հոկտեմբերի 27-ից մինչև այդ քաղաքական սպանություններից 1999 թվականից առաջ ավարտված ուրեմն մինչև մարտի 1-ը ավարտված դրանից հետո էլ 1 ամիս եւս օր չկար, որ մենք չքնենք, չարտանանք, չտեսնենք, որ այդ մարդը պարզապես իր շուրջը բերել է ավեր եւ կոտորած